Բարևձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում Ստեյությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին։ Բարևձեզ պարոն Մնացականյան, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շատ զգացված։ Սիրով։ Պարոն Մնացականյան, խոսենք այսպես Երևանում արկա կարևորագույն խնդիրներից մեկից օդի աղտոտվածությունից եւ չնայած նրան, որ Երևանում օդի աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցում է նորման, քաղաքային իշխանությունը շարունակում է լայնամասշտաբ ծառայատումները, չնայած նրան, որ մասնագետները պնդում են, որ դա օդի աղտոտվածության գլխավոր պատճառներից մեկն է։ Ինչու է քաղաքային իշխանությունը ձեր գնահատմամբ այս հարցում անդրդվելի, որն է նրա շահը։ Գիտեք, ամենապահով փասվորդները գաղտնաբառերու մոտ են լինում։ Անգրագետ մարդկանց, որտեղ անգամ եթե դու որոշում ես եւ ինչ-որ հատուկ ծառայություններ կամ, չգիտեմ, խակերները, տարբեր մարդիկ, որ մի տրամաբանություն ունեն, մի քիչ գիտակից են, մոտավոր հասկանում են ոնց կարա լինի այդ գաղտնաբառը, բայց քանի որ գրողը գաղտնաբառը անգրագետ է անգամ գրել, բնականաբար դու չես կարող հասկանալ։ Հիմա ես չեմ ուզենա ամբողջ երկրի Երևանի քաղաքապետանին վիրավորեն, բայց որոշում կայացնողները կարան վիրավորվեն, որտեղ մենք դժվար է հասկանանք այդ մարդկանց ուղեղում ինչ է կատարվում, երբ որ իրանք ընտրվել են ընդամենը իրական երևանցիների 9% ձայնով եւ գնալով ավելի շատ կորցնում են, այս չեղածտեղին ավելի շատ մաշում են եւ այդ փոշիացնում են այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցության բաները, ձայները, տոկոսները, իսկ իրանք տեսան, որ վերջերս եւ Փարաքարում եւ Գյումրիում եւ ելչացած մնացած համայնքներում ջախջախվեցին, ընդամենը ինչքան է 1.5 տարուց, մի տարուց այս ընտրություններ առնելու, ես չգիտեմ այդ մարդիկ որտեղով են մտածում։ Իսկ թվում է դա երևի Այսինքն զուտ անգրագիտության պատճառը որևէ շահ չունի քաղաքային անգրագիտություն, գիտեք, որոշ դեպքերում կա հետաքրքիր բան, կա գրագետ մարդ, կա անգրագետ, եւ կան կիսագրագետները։ Կիսագրագետները որոշ դեպքերում շատ ավելի վտանգավոր են, քան անգրագետները, որտեվ դրանք նաեւ շուլերներ են լինում, օրինակ սուտը ճշտի հետ խառնում են, այդ ժամանակ ինչ որ ավելի մարդիկ շատ հեշտ են դա ընդունում եւ գիտեք տարբեր տեղեր հիմա շատ են խոսում տես թեմաներից, բայց իրականում մարդկանց, օրինակ նույն երևանցիներին կարելի է շատ ավելի դժվար է, շատ ավելի համոզել, որ իրենց խաբվել են, քան իրենց խաբես։ Այսինքն դու կարող ես շատ ավելի հեշտ իրենց խաբես, քան բացատրես, համոզես, որ ձեզ խաբել են կամ այդ ծառերը կտրելը չէր կարելի անել, որովհետև դա նույն օդի դու ասում եք ընդհանրապես մի մասը, բայց այդտեղ կա բարոյական մասը, այդտեղ կա իրավական մասը, այդտեղ կա Երևանի ինքնության մասը, այսինքն եթե մոսկովյան փողոցը ամբողջությամբ Սարյանից միջև Նալբանդյան փողոցը եղել է հացենիներ եւ առողջ։ Այդ ոնց եղավ, որ այդ մի հատվածը կասկադի եղավ սակուրաներ անհասկանալի, որ Երևանի ոչ ինքնության հետ, ոչ պատմության հետ, էլ չեմ ասում կլիմայական պայմանները եւ նաեւ ասենք ոնց որ ինչ որ մեկը Կիոտոյում կամ Տոկիոյում կամ որոշի գնա հայկական ծիրաների բերի տնգի կամ իրենց իմպերատորի այդ պալատի դեմը տանես չես կարա հայկական որևէ ծառ տնգես։ Դե հիմա նույն տենց անգրագիտության եւ կիսագրագիտության մեջտեղը այս մարդիկ տենց լողում են։ Ինչու ծառահատումների մասին այսպես լայն արձագանք չկա։ Շատ քիչ մարդիկ են խոսում, հա, որոշ ընդդիմադիր հավաքանու անդամներ կամ ինչու լայն արձագանք չի գտնում այս կարևորագույն խնդիրը։ Մենակ ծառերը չեն, որովհետեւ խնդիրները ավելի շատ են։ Ուղղակի մեր գիտակցության մեջ ծառերը չեն կարողացել այն բավարար կարևոր տեղը զբաղեցնել սկսած մեր մանկությունից։ Ես դեռ փոքր էի, 80-ական թվականներին մեզ տանում են ինչ-որ շաբաթօրյակներ, փորձում են, բայց անգամ այդ ժամանակ ես շատ քիչ եմ հիշում, բայց որտեվ որ ծառերի հանդեպ մեզ հատուկ ինչ-որ բան, հա, ոնց որ սրսկեն, ասեն, որ ծառերը կարևոր են, լավ են եւ այլն, պետք է ուշադիր լինել։ Բայց որտեվ դա այն սրբությունների մեջ է դասել, որ որևէ մտքով չի անցել, ոնց որ մեծին կարողաս որ կներեք հարված ես։ Չէ՞, մենք հակառակը մեզ սովորացնում են, երբ որ մտնում ես հասարակական տրանսպորտ, պետք է տեղը զիջես տարեսներին, բայց երբևէ մեզ չի ասել, չի կարելի խփել մեծին։ Հիմա այս մարդիկ նույն բանն են անում, այսինքն տարական ընտանիքից պետք է գա։ Դու չես կարող ամեն հարցում երեխան անընդհատ ասես, դա ծնողի հարց է։ Բայց այս մարդիկ երևի, չգիտեմ, ընդհանրապես քաղաքային պլանավորման մեջ շատ կարևոր դեր են խաղում, կա 3 տիպի մարդ, այսինքն ամբողջ քաղաքային ռեֆորմներ եթե դու անում ես կամ համայնքի, դու պետքա հիմնվեց այդ 3 մարդու վրա, առաջինը դրանք ակտիվ քաղաքացիներ, այսինքն սրտացավ քաղաքացիներն են, դրանք ամենավատը լրելային մեծամասնությունն է, այդ ամենամեծ տոկոսը, իրականում ամենտեղ 95% է կազմում, անտարբեր հասարակությունը։ Անտարբեր հասարակությունը, իրանք հիմա խաղում են այդ անտարբեր հասարակության վրա։ Եվ եթե մենք ասում ենք, որ մենք դեմոկրատական երկիր ենք, մենք պարտադիր պետք է հասկանանք, որ այդ ծիծաղելի դեմոկրատական բաստիոնը հիմա դառել է թարս ֆռացել է իրանց վրա,
մենք տես ծաղրելով ամեն անգամ այդ hashtag ենք արել ժողովրդավարության բաստիոն, բայց ժողովրդավարության բաստիոնի մեջ հատկապես համայնքի դեպքում շատ կարևոր է մասնակցային կառավարումը։ Այսինքն, եթե դու որևէ համայնքում փորձում ես բարեկարգում անգամ անես, դու պարտավոր ես համայնքի տվյալ դեպքում անմիջական այդ սպառողի հետ զրուցես, որտեվ մենք ինչ որ տեսնում ենք այս վերջերս, անգամ քաղաքական չէ, ընտրությունները կլինեն, թե անցած օրը տեսանք Արաբկիր շրջանում Բաքի հետ մեծ սկանդալ էր, չէ՞, որ փոխքաղապետը գնացել էր, չէին թողել Բաք, թե ինչը դու ասել էր, գնացեք քանդեք։ Իրականում այստեղ խնդիրը շատ ավելի խորքային է, ինքը նաև սոցիալական խնդիր է ներառում, եւ քաղաքային պլանավորման եւ համայնքային, որն է դա նաև մարդաբանական։ Որովհետև իրականում աշխարհի բոլոր նորմալ զարգացած երկրներում, բոլոր նորմալ կառավարվող քաղաքներում բակերը իրանք մասնավոր են, այսինքն փակ են։ Դա կարևոր չի, նույնը ինչ որ մեկը ապրի, ասենք օրինակ Արեշում ես ապրում, սեփական տուն է, չէ՞, դու երբևէ չես կարող դա օտար մարդը չի կարող այդ մարդու բակը գնա նստի։ Հիմա նույնը ընդհանուր բակերն են, իհարկե բազմաբնակարան շենքեր կան, թող լինի 100 կամ լինի 500 բնակարանով։ Բակը բակ, այսինքն որտեվ եթե իմ երեխան իջնում է, ես հանգիստ եմ, որ այդ բակում, եթե ես չեմ կարող նայել կամ կինս, հարևանները շադիր կլինեն իմ երեխաներին, եւ օտար մարդ որևէ չպետք է մտնի այդ բակ, եւ դրա համար է փակվում, որտեվ օտարը մենք այդ խնդիրը կար հատկապես կենտրոնում, երբ որ կենտրոնի բակերում սկսեցին այդ ավտոլվացման կետերը բացվել, հիմա ինչ որ խանութներ է բացվում, չգիտեմ եւ այլն, քանի որ կենտրոնում անշարժ գույքը թանկ է, այդ պաստանցիաները առնում են, մեկը սուպերմարկետ է բացում, մեկը բիլիարդանոց եւ այլն, սկսում են օտար թաղերից, տեղերից գալ մտնել։ Բնականաբար ինքը արդեն դες փրված մեքենա մեջ գաստված մտնում է այդ բակ, բայց այնտեղ մեկի երեխան է, պապիկը, մեկը ասում է այդ տղա կամ շանվորթի դանդաղ քշի, ու դες սկսում է այդ կռիվները, որտեղ մի պահ որ դու գնայ Երևանի դանակահարությունների կենտրոնի մեծ մասը կամ ինչ-որ մի կեսը վերաբերում են այդ արաքշելուն կամ այդ խնդիրներին, նաև գյուղերում այդ խնդիրը կա, բայց գյուղերում որևէ օտար մարդ չի գա կողքի օտար թաղամասում կամ փողոցում, դեռ շատ ավելի ջղային կանան լինեն եւ նույնը Երևանի դեպքում է, որտեղ բակը կառավարվում է, հիմա եթե դու բացում ես այդ բակը Ես հասկանում եմ այդ Քոչարի բնակիչների անկեղծ վրդովմունքը, իրանք ամենակարևոր առաջինային խնդիրը իրանք երեխաների ապահովությունն է, բայց այնտեղ օրինակներ են բերում դե ինչ որ այդ նարկոմանների, ես գիտեք հիմա այդ որ նարկոտիկներ ծերեգրամ ալիքներով դնում են, սա Երևանում է, տենց այդտեղ երևի հատկապես է, որտեղ կենտրոնին մոտիկ է մի քիչ բայց ոչ նաև կենտրոնն է, ուշադրություն հեռու մեծ բակա, մարդիկ սերեն տիրությունն էլ իրանց բակը, որևէ պաշտոնյա չի կարող դա որոշի, բայց ուրիշ բան որ բայց ամենաշատը ուժում է կենտրոնն, էլի չեմ ասում Արաբկիր, ինչի կենտրոնը, որտեվ այդ բակերում դուք նայեցինք, ես նայեցի մի քանի շենք, հեսա գնալու է մոտորերս, այդտեղ որևէ առանձնապես բիզնես չկա, բայց դուք պատկերացնում եք Երևանի կենտրոնում կա բակ, որտեղ կա 30 հատ բիզնես առաջի արգեր, եւ այդ ամբողջ բիզնեսների մեծ մասի մուտք ունեն դեպի բակ, մեկի մատուցողն է դուրս գալի ծխում, մեկը չգիտեմ բեռնատարն է գալիս, ինչ որ առաքման մեքենաներ բարձր վատ բառերով խոսում է, բայց այդ տուն է, ել չեմ ասում կարող մի տեղ ինստիտուտ լինի այդ բակի կողք, հասկանում եք այդ privacy-ն, ոնց որ բանը կարևոր այդ բառը կներեք էլի մոռացա հայերեն որ մենակությունը, հա, ոնց որ այդ ապահովությունը եւ այլն խաթարվում է։ Իսկ դա խայտարակ վատ բան է, որտեղ սկսում են մարդիկ արդեն բակ ճիշտներ, եթե որ դու արդեն երեխան չես թողնում իջնի բակ, ինքը կտրվում է իր թաղից, ինքը ինչ որտեղ մի օր գալու է կտրվում է իր, ասենք, արմատներից, որ վաղը չմից օրը սկսում են այդ նաուշնիկներ հագնել, կոմպյուտերային խաղեր, բայց երեխաների մեծ մասը նաև պետք է բակում պարտադիր խաղան։ Այդ դա է կարևոր, իսկ բակում երբեք ես անգամ չեմ թողի, թե իմանամ մեր բակում կան օտար մարդիկ հատկապես արագ են քշում եւ այլն ընդհանրապես այդտեղ էլի քաղաքական պլանավորումը վերջի բանն էլ ասեմ ընդհանրապես մեքենա չպետք է մտնի մեր բակ եթե ճիշտ եք ուզում իմանաք բայց առաջ այդ ավտոտնակներով Երևանի շատ քաղաքների հերանիցեցին որտեղ մենք իրականում չեղավ պարտվեցին այսինքն մեր բակերը մենք զիջեցինք ավտոտնակներին այդ մարդկանց բայց իրականում օրինակ Երևանում ընդամենը 30-40% ունի մեքենա բնակիչների կամ ավելի քիչ բայց ընդամենը 20% ունի բայց այդ 20%-ի մեքենան ամբողջ բակի տրամաբանությունը փչացրեց խաթարեց հանգիստը ծերերել չեն կարող գնան շատ քիչ արդեն մնացել է 50% որտեղ կա այդ զրուցարան բիսեդկաները կողքը պուլպուլակը եւ այլն եւ սա էլ գալիս է նրանից որ մեր բակերը ճիշտ չեն կառավարվում այսինքն քաղաքապետարանի այդ քաղաքային իշխանությունները նման հարցերը կարգավորեն գնաց կարմիր գծերն են բարձրացնում տրանսպորտի գինն են բարձրացնում գույքը հարկն են բարձրացնում ու որևէ դերական տեղաշարժ չկա որևէ բան չի կատարվել լավ առումով բայց միայն հաստորեն Երևանցին դարավ տուգանքի մածիրել
Պարոն Նացականյան, տեսեք, տպավորությունը, որ այս քաղաքային իշխանությունը բերում է բոլոր հնարավոր եւ անհնարին պատճառաբանությունները, որ չընդունի, որ ինչ որ հարցում այսպես ցախողել է։ Հիմա էլ ասում են, որ Իրանից փոշու ամպ է եկել, դրա համար է օդը այսպես փոշոտված։ Սրանք կարելի է հավատալ, ինչու են, երբ լայնամասշտաբ ծառահատումները օրինակ սկսեցին, հենց այդ պահին այսպես ասած Իրանից այդ փոշու ամպը եկավ։ Կարծում Իրաքից էր, բայց ես իրական չեմ հավատում դրան, բայց հիմա պետք չի Իրաք հասնել, գրանք Երևանի վարչական շրջանում, հիմա գործում է Գաչի գործարանից, տարբեր Շեբենի հանքերից, հետո գնա Աջափնյակի Էչամյանի, ամբողջ Երևանում, եթե չեմ սխալվում, մոտ 30 հատ նման Երևանի տարածքում, վարչական տարածքում գործում են։ Որևէ բան էլի եմ ասում դրական առումով չի փոխվել։ Կարող եմ երկու հոգու լիցենզիա են վերցրել, երկու հոգու ժամանակավոր ասել են փագի գանգը գնան եւ այլն տենց, որտեվ հասկանում ենք ինչա կատարում, որտեվ այսօրվա տենց անտեր վիճակ ոնց որ Երևանի քաղաքապետանում է, երբևէ Երևանի քաղաքային սովետից սկսած, չգիտեմ, այն ժամանակ վերջացրած քաղաքապետանով չի նկատվել։ Դա մի օր առանձին զրույց է, այն չեն այդ պատճառները, բայց որևէ մեկը չի հետաքրքրվում այդ պատճառներով։ Ընդհանրապես ես կուզեի մամուլը վերցնել մի օր կամ ավականու անդամները, ոչ թե մենակ պայքարային, ասենք, հետևանքի հետ, այլ նաև պատճառի հետ, ոնց է քաղաքապետանը ինչի լավ չի աշխատում, որտեղ այնտեղ խայտարակ վիճակ է քաղաքապետանում։ Հարցը նա է, որ Երևանի դեպքում, եթե վերցնենք այդ օդի աղտոտվածության հարցով, ամենաառաջինը եկեք շատ գնանք, Նուբարաշենի աղբավարի մասին եկեք խոսանք։ Հասկանում ենք, մենք ունենք մի հատ ամբողջ վարչական շրջան Նուբարաշենը, որը Երևանի ամենասիրուն, ամենալավ թաղամասերից է, շատ լավն է, բայց այդ մարդկանց դուք չեք պատկերացնում, այդ մարդիկ ամեն օր բարձրանում են դրա միջով, էլ չեմ ասում, որ ընդհանրապես այնտեղ քաղաքաշինական լիքը սխալներ կան, չէ՞ այդ մարդիկ պարտավոր պետք է ամեն օր տուն գնալուց թե տրանսպորտով թե անձնական մեքենայով գնում են այդ պանի խիդաներով, սաղ քոսրահներ են, գերեզմաններ են, չեմ ասում, տարբեր ինչ որ ուղիչ աշխատանքային գաղութները եւ այլն, շատ վատ վիճակ է այդ հատկապես այդ հատված Երևանից երբ որ հասնում ես, բայց ամենավերջում ամենավերջակետը իհարկե թունավորոտն է եւ այդ վատ օդը, որ կա նուբարաշանցիների գլխին եւ ընդհանրապես նաեւ գալիս է դեպի Երևանից, երբ որ քամիա լինում է, իսկ այնտեղ այդ հրդեհները համարյա մշտական այդ գազերը վառվում են, գալիս են ընդհանրապես կենտրոն եւ այլն։ Իսկ դա նշանակում որ Երևանը միանգամից մի քանի տարբեր ցուցակներով մենք հետ ենք ընկնում քաղաքը որպես օրինակ որպես մրցակցային քաղաք, թե վաղը չի ինչ որ մենք ուզենամ գիտական մեծ կոնֆերանս կազմակերպի, ոնց որ հիմա Դուբայն է պայքարում կամ Բաքուն է անում կամ Թիֆլիսը, Մոսկվա ռեգիոնի վերցնենք Թիֆլիսը, չի լինի, որովհետև կվերցնենք, ասենք այս բաներով, նախանշաններով կամ այդ պակասացնելով, այս քաղաքը չի կարող մասնակցի, մենք չենք ահագին մարդ չի գնա այդտեղ։ Հիմա դա ընդամենը 1 միլիոնանոց քաղաքի աղբավայր է, որը Եվ 30 տարի առաջ, եւ 50 տարի առաջ չի կարացե կառավարվի, ինքը արդեն շուտվանից պետք է փակ լիներ, այսինքն նոր որոշումներ, բայց ինչ պատճառներով այն ժամանակ ասում են կոռուպցիա էր, երկրի առաջի դեմքերը ուզեցել են ինչ-որ փայ մտնեն, կամ մարդը ճապոնացին եկել, հետո շվեդներն եկել, չգիտեմ ինչ-որ, բայց հեղափոխություն եղավ, բան պիտի չէ փոխված լինի, չի լինում, որովհետև էլի չեն կարողանում կամային որոշումներ կանեն, առաջին իրականում գիտելիք չունեն, ով է որ գալիս է, միշտ ինչ-որ ակնկալում են, ենթադրում եմ, էլի լսելով այս քաղաքապետանից կես կոռուպցիոն եւ կառավարության այս սկանդալները Ես հասկանում եմ, որ մարդիկ երևի ակնկալիք են ունեցել, իսկ այդ եվրոպացիները պատրաստ չեն տան, ասում են դուք դեմոկրատական երկիր եք, ճակերտավոր ժողովրդավարության բաստիոն եք, ուրեմն մենք չի պիտի ձեզ բան առաջարկենք տոկոս, փայ, ու տենց վառում ունենք այն ինչ որ ունենք, իսկ Նուբարաշենը խայտարակությունն է, եւ անցած օրը գնացել ենք Ճամբարակ, բարձում է դեռ 60-ականներին, ուղղակի պապիս ընդեղ էր աշխատում եւ ինձ ուղղակի Ճամբարակի բնակիչները մի հատ հետաքրքիր բան ասին, հարցնում ասում եք պապիկը որպես ղեկավար պաշտոնի զբաղացրել, ասում ոնց եք հիշում պապիկիս, ասում ենք գիտեք, ասում են շնորհակալ ենք մի բանի համար նաեւ, որ ձեր պապիկի շնորհիվ եղավ, որ Ճամբարակը ճանաչեցին բարձրադիր գոտի առաջինը եւ ինքը շատ բարձր է Երևանի տարբերության, մոտ 700-800 մետր եւ սկսեցին աշխատավարձերի 20% շատ տալ, այսինքն դպրոցի ուսուցիչը եթե Երևանում ստանում էր օրինակ 170 ռուբլի, այնտեղ ստանում էր, չգիտեմ, 20% ավել, նույնը բանվորին էր վերաբերվում բժիշկին։ Հիմա եկեք մենք որոշենք մեր Նուբարաշենի մարդկանց ինչ որ մասով գույքահարկից ազատենք, չգիտեմ ինչ որ, հա տոկոսով ազատենք, աշխատավարձը, որովհետև այդ մարդիկ դուք չեք, երեխեք են այդտեղ մանկապարտեզ գնում, ապրում են, 10,000 մարդ ապրում այդտեղ։ Իսկ այն դեպքում, որ Երևանի մնացած որպես զարգացման գոտի, ես օրինակ շատ լավ դիտում եմ այդ ամբողջ Երևանու հատվածը մինչև Նուբարաշենը մենք կարող ենք զարգացնենք, որովհետև հենց նույն այդ աղբավայրի կպած ընդամենը 50 մետր ներքև գործում է ռեստորան, լճով
որսորդել ոնց որ անում, ընտիր տեղ, անկեղծ եմ ասում, ընտիր տեղ, կարողացել են չէ՞ մարդիկ կառուցեն, ուրեմն հնարավոր է դա լինել, բայց ունենք այն եւս ինչ ունենք։ Պարոն Նացականյան, տեսեք, Երևան-Գյումրի համագործակցության շրջանակում Երևանի քաղաքապետարանը գումար է հատկացրել Գյումրիում թափառողջների ստերջացման համար։ Ուզում եմ հասկանալ, որքանով է սա իրավաչափ ունի Երևանի քաղաքապետարանը նման իրավունք իր բյուջեից գումար տրամադրել Գյումրիում թափառողջներին։ Ավականու որոշումները ունեն, այսինքն սահմանափակ չի որ եթե մշտական են դա անում։ Երևի որպես կա այդպես նախադեպեր քույր քաղաքներին օգնել տարբեր ինչ որ դա միշտ եղել է։ Ժամանակին, երբ որ Մուրադ Մուրադյան քաղաքապետի ժամանակ գնացել են, ես հիշում եմ Լևոն Ջավազյանը առաջի տեղակալը պատում էր, գնացել են, բերել են այդ տոմետների գործարան կամ տարբեր բաներ, միշտ ժամանակ Կարեն Սերոփիչն է բան խրախուսել, ասել են Երևանում մնում է, օգնենք տարբեր քաղաքներ, նույն տոմետները ստեսել եմ Դիլիջանում հատկապես տուրիստական տեղերն են դրել ուղղակի։ Որտեվ հասկացել են, որովհետև տուրիզմի այդ հարատև աճը շատ կարևոր բան է սովետական միությունից մինչև հիմա։ Բայց հիմա մերոնք շատ կտրված են։ Ես օրինակ իրականում չեմ տեսնում այդ կապը քաղաքների մեջ, օրինակ քաղաքապետերի մեջ, չգիտեմ, ընկերություն լինի, աջակցություն լինի, կա կոպիտ թխոցի, բան, գարած ժամանակին ավելի բարեկարգ Երևան։ Այդ մի դիզայնով, հայ մեկ է գնում ես տնաս նույն քաղաքն, ավելի բարեկարգ, հիմա չեմ ուզում անունները տալ, չնեղացնեմ, այդ համայնքն է, չգիտեմ, Թալին կարալի, Սևան, բայց ասենք Սևան ամենակարևոր քաղաքներից է, կարող հասած ավելի լավ ունենալ կամ այդ նույն նստարանները, ոչ թե գելես Ստեփանավան կամ եսիմինչ, որ Երևանում հիմա գրած է նստարան Երևան, իսկ այդ Երևանի նստարանները ընդհանրապես առանձին ծիծաղալու թեմա։ Այսինքն աշխարհում եթե դու գտնես 1 միլիոնանոց քաղաք, որտեղ կարող լինի ամբողջ 1 միլիոնը մի նստարան, ես վերջի մի տարի կարող եմ մի քանի երկու հատ դիզայն ավելացնել են, հետո որովհետև այլ կառուցապատողներ կամ ինչ որ այլ իրանք իրենց ճաշակով են արի, իրենց դիզայներներով, բայց 1 միլիոնանոց քաղաքում չի կարող հրապարակում են նույն նստարանը լինի, գերեզմանում են նույն նստարանը լինի, պուրակում են նույն նստարանը լինի, մանկապարտեզում է, այդ որ գրած է Երևան, իսկ դրա զարմանալի ծիծաղալու գիտեք ո՞րն է։ Հիմա ասեմ հիշեք մի անգամից։ Ինքը շատ ռետրո ոճի, դասական ոճի նստարաններ են, չէ՞։ Բայց գիտեք ինչ է գրած, մեկը կողքն եմ www.yerevan-ը։ Այսինքն հասկանում եք նստարանի վրա www ոնց որ մարդուն ձեռ առնեն։ Իսկ կյանքում ով եք տեսնում մեկը հիմա W-ները շուտվանից չկան, այլ ոչ մեկ սայթերը չի մտնում, սա ինչ որ Facebook-ով կամ տարբեր սոցիալական ցանցերով են այդ ակտիվությունը անում, բայց մինչև հիմա այդ մարդիկ չեն հետաքրքվում դրանով ընդհանրապես։ Իսկ այն դեպքում որ Երևանի ամեն ոչ թե վարչական շրջանը, այլ ամեն թաղ, ամեն փողոց, օրինակ ես կուզեի Աբովյան փողոցում ընդհանրապես մի նստարան լիներ եւ մենք մի փորձ արեցինք այդ Black Angus-ի դիմացը, Black Angus-ի չէ, կներեք, Blackburg այդ առաջա Մարկո Պոլոն էլի, այդ հյուսիսային փողոցից դուրս է գալի, բանին խնդրեցինք այդ սեփականատիրը ինքը պետքա նստարաններ ուզում առնել, ասի խնդրեմ եթե փող պիտի ծախսեք լինի, էքսպերիմենտ անեք, մի հատ հետաքրքիր։ Արեց այդ Աբովյանի այդ հյուսիսային հատվածը Black Star Burger-ը կներեք, սեփականատերը Սերոժին խնդրեցինք, ինքը շատ լավ տղա է, շատ պատրաստական, բերեց այդ նստան տրավերսինով դրեց։ Իհարկե խնդիրն է որ մեջ չկար, հետագամ նաև դա պետք է անենք։ Բայց մենք անդադուզ մենք փորձենք որ հանրապետության հրապարակում ընդհանրապես պիտի լրիվ այլ նստարաններ լինեն, հասկանում եք։ Լրիվ այլ մոտեցում, դիզայնը, իսկ հնարավորինս այդ կառավարության դիմացի կամ այդ ֆանտանների դիմացի ընդհանրապես մի հատ նայեք, sense մի հատ բանա մնացել, sense մի հատ թուփ, մի հատ տույա պուճուր, ձեռ առնել։ Այդ չեմ ասում ամենակարևորը։ Արդեն անկեղծ երի 6-րդ քաղաքապետն է փոխվում։ Այդ հրապարակում այդ դեպի հրապարակից որ թեքվում ես արդեն դեպի Ամիրյան, մի հատ հենասյուն կա ստորբ։ 10 տարի առաջ էր երբ էր ավարային տվը, միջև հիմա ոնց կա տես թեք, ժանգոտ, քանդած, այդ պրովուդները դուրս եկած, այդ նշանները սխալ կպցրած, էլ չեմ ասում անիմացիա այդտեղ ինչ որ հերախոսի կյանքում որևէ մեկը այդտեղ հերախոսով չի խոսացել, բայց այնց այդ զեբրայի, այնց այդ մայթի վրա, այդտենց տարական հարցերը չլուծած, գնում են Երևանի ծառերն են կտրում, յանի գործ են անում։ Այսինքն շատ մեծ խնդիրներ ունենք մենք ընդհանրապես գրագետ կազմակերպելու կառավարչական եւ քաղաքային պլանավորման։ Պարոն Նացականյան, փետրվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտը թանկացավ, ընդդիմադիր ավականու խմբակցությունները բոյկոտ սկսեցին, քաղաքային իշխանությունը նշում է, որ բոյկոտը տապալվել է, ձեր գնահատմամբ այդ բոյկոտը տապալվել է, թե ոչ։ Նախ բոյկոտը չի տապալվել, պետք է բոյկոտի բոլոր կազմակերպիչներին սաղ կուսակցությունները ես անձամբ շնորհակալ եմ եւ մեր սաղ ընկերները Երևանցիներ պետք է շնորհակալ լինեն, իհարկե մի քիչ խաթարվել աշխատանքը բնականon, բայց դա արվում է լավ բանի համար։ Օրինակ գալուց առաջ ես նայեցի մեր ավականու ամենաակտիվ եւ արդյունավետ լավ ավականու անդամներից Սամվել Հակոբյան լայվ էր արել, բաներ դրե, շատ հետաքրքիր նյութ, որ
ապացուցում է եւ հիմնավորում է, որ էլի շատ կարեւոր տենց գաղտագողի մի հատ օրենքի նախագիծ են այսպես ասած ուզում անցկացնեն, որ չդիտեն որպես այդ արդեն որպես տրանսպորտային վճար, այլ դիտեն որպես турք, իսկ այդ турքերի մասին օրենքով, երբ որ դա անում ես, դու չես կարողանում արդեն անես այդ տեղական հանրակրվեներ։ Իսկ տեղական հանրակրվեները դա ամենակարևոր բանն է եւ մեր ավականուն կարևոր գործառույթներից մեկը պետք է լիներ տեղական հանրակրվեներ։ Երական ընդհանրապես մենք նաեւ պետք է մի օր խոսալ ավականու լիազորությունների մասին։ Բայց այսինքն դու չես կարող քննարկես, չես կարող իջացնես, բարձրացնես, ավականին չի որոշում։ Եվ այդ վերադառնանք այդ մեր առաջի հարցի մասնակցեն կառավարում չկա, որ դու բնակ չինացես, դու ոնց ես ուզում քո բակը, նույնը դու երևանցիներին, այն 9%-ով եկի կանթատ ասենք, որ իրանք հասկանան, երևանցիներին ընդամենը 9%-ն է գնացել ընտրության, իրանց ընտրել։ Եվ այդ 9%-ը, որ ձայնը տվել է, այն բան մնացած, այն ինչ են անելու են մնացածներ, հասկանում եք։ Իրականում ինչ են անելու են մնացած 90%-ը, որ իրանց ձայն չի տվել։ Չի ուզում բարձրանա։ Լավ ուզում ես բարձրացնես։ Դու մի բան գիտես ավել, որ մենք չենք հասկանում, քաղաքացիներս, օքեյ։ Եկեք դնենք քննարկման, եկեք դնենք հանրային բանի, հանրակրվեի եկեք դնենք։ Քաղաքը առանց հանրակրվեին օրինակ դնում է գլենդելը գովազդային մի վահանակը ավելացնելու համար։ Հասկանում եք ինչ հարցեր են։ Ասենք չգիտեմ իտալական քաղաքներում դնում են մի հատ ավել որ հրապարակի ինչ որ մոտիկ դռան Լոնդոնում դռան անգամ բաները փոխելու կամ բանում Նիդերլանդներում պատոհանելի հանդակվեները չեմ ասում Շվեյցարիայում որ տասնյակներ են անում այս սրա համար է պետք բայց նույնը ավականին ընդհանրապես չի զբաղվում sense հարցերով Եվ մենք պետք է ուշադիր լինենք, որովհետև ստեղ գալիս է անուջան ամենակարևորը, որ մենք նաև մեր հաղթանակ ուսակցությունով առաջարկում ենք, եւ ես շատ կուզենայի, որ երևանցիները մեզ լսեն, որ մենք ուզում ենք առաջարկեցինք այդ օրենքական հանձնաժողովի փորձեցինք մտնել այդ երկխոսության մեջ, փառակարում որպես փոքր համայնք պիլոտային ծրագիր անենք Դա նայա, որ Երևանում ընտրությունները լինեն նաև էլեկտրոնային, այսինքն դու ով ուզում է գնա տեղամաս, ով ուզում է էլեկտրոնային, որովհետև իրականում խնդիրը որն է, որ 50%-ից ավելը երբեմն մենք չենք չհաշված այդ 19 թվականի հետ մեր Երևանի ավական ընտրությունները սարսափելի ցածր, այսինքն կարևոր որոշումներ է կայացվում։ Երևանցին բողոքում է, բայց եղբայր դուք ոչ մեկը չգնացել ընտրության, չեք եղել դեմ։ Դա համար հաղթել են մարդը, որը հաղթել է, որտեղ իրանք ինչ որ ադմինիստրատիվ ռեսուրսներով կամ այլ կասկածելի ճանապարհով անցել է կուսակցությունը, բայց Ինչ են անում այս մարդիկ։ Այս մարդիկ ընտրությունը չեն կեղծում, ասում են, հո, որտեղ են գիտեն քիչ մարդ է գալու, գարաչղն է մեծ մասը կամ յանցից են գալու կամ են մնաց եւ այլն, չէ՞։ Բայց դրա միակ ձևը պայքարելու ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է գնան արդեն նաեւ մյուս առաջարկը ցանկալի լինեն պարտադիր լիներ։ Որտեղ դու չես կարող գոնե 5 տարի մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ուզում իան նեղություն տա գնա ընտրության, որ ամեն հանկարծակի մարդ չընտրվի։ Այդ դա է հարցը, որտեղ Երևանի այսօրվա ավականու անդամների մեծ մասը հանկարծակի մարդիկ են, բայց Երևանը չի դառնում Երևան, որովհետև օրինակ վերցնենք եւ Գյումրին դա վերջին եւ Փարաքարի ինտուիցիոնը ցույց տվեցին, որ դա համայնքային հարցեր է, որտեղ համայնքը թաղի խնդիրները առաջ եկան, թաղեցիների հարցը եղավ, որտեղ մեկը պատվի հարցը, չէ, մեկը ընկերական, մեկը եւ այլն։ Հիմա դու Չես կարող այդ հարցերը չդնես քննարկման, այդ դեպքում որ դու ասենք որ ավականու, ես չեմ ճանաչում մի հատ ավականու անդամ, մենակ Իզաբելային, որ արաբկի բաները պաշտպանում է, շատ քիչ մարդիկ կան, իհարկե կարող ես բան մոռացել, չեմ ուզում նեղացնեմ, բայց Երևանի ավականու անդամները պետք է ընտրվեն թաղերից, հասկանում եք, չի կարող սարի թաղի նման ուժեղ մեծ թաղամաս 25000 մարդ ապրում, ավականու անդամ չունենա Դա համար ոչ մեկ չի խոսում, բախտը բերի Տերեբունի թաղապետը կամ տեղակալ մի քիչ սրտացավ լինեն, մեկու մեջ կարող այդ հարցերը բարձրացնեն, բայց շատ նենց մենք, չեմ ասում պատմական թաղերի մասին, ոնց որ հիմնորդն է կամ կոնդն է կամ նորագյուղն է, չէ՞, դա ամեն մեկը պետք է ինչ որ մի բան կամ թաղապետ չունեն, ասենք օրինակ Կիլիկյանի նման թաղամասը չունի, ասենք կամ Աղբարաշյանի 5000 մարդ է ապրում, կարևոր տեղ է Եռաբլուրի կողքը այնտեղ զարգացման տեղեր կան, տրասային մոտիկա, մալեցեն, չէ, բայց դպրոցները չգիտեմ, բայց մի հատ հասարակ բան չունի Աղբարաշյանը հասարակական տարածքան պուրակ չունեն, դեպքում որ դպրոցը բռնել է, ուղղակի փակել է այդ բանը, Փարիսներով այգին դպրոցի, Փարիսները քանդեք, թող այդ բնակիչներն գնան, այսինքն հարցերը դա այն դեպքում է, դա ինձ ով ասել, ինձ ասել օրինակ ինքեր Բաբան Արտուր, ասենք Աղբարաշենցի, որտեղ ինքը ակտիվիստ է, ինքը մասնակցում է, ու ամեն թաղում տես մարդիկ կան, բայց այդ մարդկանց ոչ մեկ որևէ մեկը չի լսում, այսպես հարցեր շատ կան։ Պարոն Նացականյան, կառավարությունը հավանության արժանացրեց մի օրինակի փոփոխությանը, որ հրաժարվող քաղաքացիները, ովքեր չեն վճարի տրանսպորտի ուղևորը, պետք է տուգանվեն կամ 15 կամ 18000 դրամ։ Էլի տուգանք։ Այո։ Էլի կառավարից։ Որքանով է սա իրավաչափ, ինչ պետք է անենք սրա դեմը առնելու համար։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ
ձեր բոլոր հարցերի հիմնական մեղադրյալը, ճակերտավոր, դա Երևանի բնակիչներն են, որ ակտիվ չեն, սրտացավ չեն։ Պետքա դե ամենակարևոր իրական ցուցիչը ծառերի այդ ոչնչացումը եղավ, որովհետև մենք առաջ անգամ որ փորձեցինք համալսարանի մոտ փրկել այդ ծառերը, ընդամենը 7-8 հայ էինք, մի 15 ռուս, որ եկել են Երևանից մեր նոր քաղաքացիները։ Լավ է, իրանք ավելի լավ ինքնակազմակերպեցին, շնորհակալություն իրանց, որ իրանք օգնեցին այդ անցած տարվա դեռ քաղաքապետարանի մոտ մի տարի կանգնացրեցին, հետո դոզան թուլացավ, Էլոս լնգու լավազը էլի շատ ասրեցին, էլի ես Երևանի բանը մնացած էս, հա, շարունակեցին, բայց ստեղ տեխնոլոգիաների հարցեր կան շատ։ Մենք պետք է օրինակ համախմբենք տարբեր խմբերում։ Օրինակ ես նայում եմ հետևում եմ որոշակի այդ Telegram-յան ալիքներում դուրս գալիս է։ Որևէ մի պաշտոնյա ընդհանրապես չի մասնակցում այդ բաներին։ Մեկը կար ասենք փոխքաղաքապետը 1-2 պատասխանեց, ջոգեց մի քիչ դոզան շատ են տալիս, դուրս եկավ, սկսեց չմասնակցել էլ։ Բայց օրինակ կա, օրինակ կենտրոնի հիմիկվա նոր թաղապետը պատասխանում է, փորձում արագարձականքի։ Ես էլ եմ դաժե մեկ-մեկ փորձում օգնել, բայց իհարկե մեկ-մեկ հիշում եմ, որ իրանք ես նույն թիմնավորես քաղաքի ծառեր ոչնչացրել են, շատ ջղայնանում եմ, բայց հասկանում եմ, որ իմ համայնքն է, չէ՞, մենք էլ պետք է կարողանանք օգնել ինչ-որ մի ձև։ Բայց էֆեկտիվ չի, որտեվ կենտրոնի թաղապետը կամ ոնց որ յուրաքանչյուր թաղապետ լիազորություն չունի։ Այսինքն ինչ նշանակում թաղապետը չի կարող որոշել ծառը մնա կամ չմնա կամ ինչ ծառ մնա, պետք է որոշի ինչ որ մի հատ հողակի ղեկավար, որը էլի 1 միլիոնանոց քաղաքն է որոշում։ Չի կարող 1 միլիոնանոց քաղաքը որոշի մի մարդ, հավատացեք դա քաղաքապետը չի, փոխքաղաքապետը չի, բնապահպանության վարչության պետ, այդ հողակի ղեկավարն է, մատի վրա, այսինքն սաղին ֆռցնում է։ Պարզ է այդ մարդը ցեմբոլ են դեպքում, այդ մարդը տարբեր քրեական գործեր ունի։ Այդ մարդը արդեն մի անգամ այդ աշխատանքից ազատվել է, հասկանում եք, դրան ինչ որ յուրացման համար թե յուրացում էր ու նաև էլ ինչ որ հոդվածներ կար ենթադրում են որ ինչ որ համոզել են դուրս եկե հետո երևի վաղ ինչ որ մատ ուրիշ քաղաքապետ եղել դրա նոր տարին է շնորհավորել էլի հետա բերեն գելեն կկրակը սաղ այդ մարդու ձեռ այդ մարդը մեկը մի օր չի լինելու փախնելու է գնալու է կորելու է դատվելու է բայց գեդինը չեն մտնելու այդ քաղաքապետ կամ մնացածներ կամ այդ ամբողջ ավականու կամ այդ անգամ падգամավորները որ թեկուզ այդ նույն իրաց ԿՊ կուսակցությունից լավ չեն ասում լավ ամոթ չէ երեխեք կդրում է ծառերը դուք հիմար չեք ուսկել է ծառերը կտրել ախր իրական մարդ ուղիղի մեջ չի տեղավորում ոնց կար առողջ ծառը գնաց կտրես պարզա չէ որ 100 ծառից մեկը կամ 3-ը փչացածն է բայց անգամ փչացածները կտրելու ձև կա հասկանում եք եթե ծառը փոխում ես եթե իրոք անկեղծ ես եթե ինչ որ կասկածելի գնով հենա Սայատնովայի սոսիների միջամա խելքի չեն եկե հենա ասենք այդ նույն լավ եթե սակուրաները ճապոնական տնգել եք կասկադի սակուրաների այդ մեծ մասը այդ միջև 50 հատ բաց անցած տարի 30%-ով էին ծաղիկ տվել այս տարի մոտ 50 ոչ ավել որովհետև ինքը անգամից եթե ուզենա լավ բացվել չէ ինքը չի ասում որովհետև կարող մի հատ ցուր տանի գարնանոր մի անգամից փչան այսինքն ուրեմն մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան չի նշի որ 100 տարի առաջ մենոնք չեն իմացել սակուրայի տեղը կամ ձևը հասկանում եք բայց այն ժամանակ խելոք մարդիկ են եղել չեն թողել մեկը որոշի այդ դա է կարևորը իսկ դա սարսափելի կար չեմ ասում ստվերը հովը Երևանի ինքնության հարց ինչ կապ ունի սակուրան կամ մնացած հարցերը մեր հետ բայց ձերը բռնող չկա այդ մարդին լավա գոնե փրկեցինք այդ կասկադի ամբողջ այդ կասկադի ծառերն է պետքա կտրեն լավա փրկեցինք այդ կասկադի ծառերը բայց մենք չենք կարող անդադ մեր սա մեր գործը չի որ գնանք սրա ձերը բռնենք նրան վիրավորենք նրան դատի տանք մեկի ասում քրեական գործենի բայց ես զարմանում եմ հիմիկվա քննիչների վրա ոստիկանապետի վրա ներքին գործերի նախարարի վրա այսինքն կամ ուրեմն այդ մարդիկ ինչ որ մի ձև կապված են քաղաքապետարան հետ մեկը շինթուլտվություն էր ուզե դրանից մեկը միջնորդել է շին ավարտական ակտի մեկը չգիտեմ պատվալա բացը մեկը գարաժա տղուն վերցրել եւ որ սրանց որևէ պատասխանատվության չեն կանչում այդ դա է վիրավորական գիտեք ձևական գոնե լավա բուսաբանական այգոյի դեպքից քրեական գործ հարուցեց կներեք հա ոնց որ չեմ հարուցվեց իսկ Երևանում հարյուրավոր արդեն 1000-ին մոտ ծառերը ոչնչացվել մի հատ ձևի համար քրեական գործ չկա իսկ մենք պատրաստ ենք ապացուցել ես ինքս երբևէ կյանքում չեմ եղել այստեղ այդ դատարան կամա բայց ես արդեն ուզում եմ գնամ ինչ ասեմ որ ես չգիտեմ վաղը չիմս ոնց եմ նայել մեր երեխեքի կամ քաղաքացիների ասել լավ դուք ոչ մեկը չգնացիք դրան դուք որևէ մեկը ձեն չանեցիք այնց այդ նույն հարցն է որ Այս սա ամբողջը փոխկապակցված է, որտեվ եթե դա լինի հեռախոսով, եկեք բոլոր երևանցիներին հարցնենք, հարգելի երևանցիներ, դուք ուզում եք այս ծառերը, լավ չեմ ասում ոչնչացի, համարեք փոխում են, լավ, փոխվի։ Ու գրում ես մի քանի պատասխան, այդտեղ գցում ես մի հատ ոնց է օրենքի փոփոխություն, չէ՞, գալի ներկայացնում եք կառավարությունից ինչին է դրտել, որ օրենքը փոխում են, ինչ ռեզուլտատ կունենանք եւ այլն։ Երևանցին հասկանա ուզում է թե չի ուզում։ Այսինքն դու չի նշանակում որ դու պետք է այդ 5 տարին մեկ ընտրես հետո ինչ ուզես անես այն դեպքում դու 9%-ով ես ընտրել այն դեպքում որ սաղը կոռուպցիա այն դեպքում այսօր կաս վաղը չկաս նույն հիմա կասկադի գլխին ինչ են բերում այսինքն միտեղից
այս ծառերն են ոչնչացնում։ Մյուս տեղից ամենակարևոր հատկապես կենտրոնի համար կասկադից միջև մատենադարան տարածքը ինքը 5-ից նայած տարվում մինչև 15 հեկտար նայած չգիտեմ մարդն դաժե ինչա կատարվում, դե որ մասին է խոսքը։ Կանաչապատ տարածքը, ընդամենը այդ ծառալանջի մասը այդ մանումենտը որ բաժանեց, ինքը մանումենտի նման այգի է։ Պատկերացնեք հիմա այդ մանումենտի նման կեսը, ասենք մեկը վերցնում է 10 հեկտար, տալիս է մի գիշերում ինչ որ մի հատ ֆիրմային։ Տալիս է մի գիշերում ինչ որ մի ճարտարապետի ֆրանսիացի, ինչ կապ ունի այդ ֆրանսիացի ճարտարապետը Երևանի 50-ամյակ ինչ կապ ունի Կասկադը, Հայաստան այդ անսան բանը պատմամշակութային մեր կոթողը Կասկադ այդ ֆանտաստիկ որ Հյուսային ճառագայթի մասա կազմում է թամանյանական մեր ամենահզոր ճարտարապետները Ռաֆայել Իսրայելյանը, Ջիմ Թորոսյանը, Գուրզադյանը, Ասլան Մխիթարյանը այդ մարդիկ ամբողջ Երևանը Կարեն Դեմերչյանը ամեն օր գնացել է, չեմ ասում քանի քաղաքապետեր են տանջվել Կասկադի վրա։ Մի գիշերում որոշեցին, որ էս էլ է եղենակ այդ 50-ամյակի, հա, այդ եւ այդ մեր աբելիսկը կա եւ Կասկադը մեջտեղը բերի խսկի մոտ ֆրանսիացի որ կյանքում միջև է չեր եղել Երևանում, չի իմացել ինչ ասա։ Իսկ հեղինակին հարցնի։ Երբ որ նախ կա դրա ավարտական դրական նախագիծը, հեղինակային իրավունքը, կա երկրորդը, ասենք չգիտեմ, առանց հասկանալու, ասեն 1500 հոկանոց բան ենք ուզում, ինչա դրան, համերգասրահ, այն դեպքում որ դա թանգարանային տեղ պետք անի, դա կամերային տեղ է, այնտեղ կա մեր Խանջանի սրահը, Արտաշես Հովսեփյանի սրահը, չեմ ասում այդ վերևը սրահ կա մոտ 152 կանոց որ սիրուն տեսարան այդ Կասկադի վերջին տեղից մի դեպի քաղաք։ Այդտեղ ջազային հասկանում եք դասական երաժշտության տեղ, այդտեղ մեծ համերգներ բերելու չի, մեծ համեր։ Տարեք համալիրում կա, չգիտեմ, մենք ունենք, ասենք օպերայի բանը, ազգային օպերայի բանը 1600-ը, Արամ Խաչատուրյանը 1500-ը, հա, կնեք հակառակը ասեցի եւ այլն։ Այսինքն այդ մենք ունենք դահլիճներ, որ տեսնում եք բավականին հերիքացնում է։ Մենք նոր դահլիճի խնդիր չունենք, բայց քողարկվում են դրան, որ վաղը չմիզր կասեն դե լավ, չեղավ եկեք կազինո անենք, չգիտեմ, եկեք ես անենք։ Այն դեպքում որ մենք ցուցադրելու բանը չունենք ստեղ ընդհանրապես։ Այդ դա է հարցը։ Ու այս ամբողջ խնդիրները հասկացաք, ծառը տնկում է ոչնչացնում են, մի կողմից է հիմա 10 հեկտար որ պետք է աներ պոտենցիալ կանաչապատ այգի, այսինքն հատկապես կենտրոնի գլխին, բերում են տալիս են մի գիշերում ինչ որ մեկը բեռնելու է, ասենք 60 մետրը շին, այդ մոտարապես չգիտեմ 15, 16, 17 հարգանի տասնյակ շենքեր են լինելու, էլ չեմ ասում ինչեր է լինելու, նույն այդ խայտարակ այդ Օրբելի իրավիճակը, Օրբելի փողոցը 12 մետր է չկա, լայնքը Առավոտից իրգուն արդեն պրոսպեկտ է, բանը պրոբկա է։ Առավոտից երեկո, հասկանում եք, 535 հարգի ԱՊԶ են ստացել։ 535-ը, էլ չեմ ասում տեղ մոլ է լինելու, էլ չեմ ասում Այգեձորի ժողովրդին խաբել են, ասել հետևից այդ Այգեձորի նեղ փողոց կա, չէ, որ Պրոշյանից մտնում է։ Պատկերացնեք, որ մոլ եղավ, այդքան շենքի մարդիկ դուրս, ասում արդեն կանգնած է Օրբելի փողոցը։ Բայց Օրբելում ուզում են քննարկում են, իսկ այդ մարդիկ բան են, էլի բացարձակապես ոնց որ պատասխանատվություն չունենան Երևանի, որովհետև ինչի բալանսը խախտված է Երևանում կառուցապատման, հանրային շահի, այդ չգիտեմ, եւ իրական կյանքի մեջ բալանսը խառնվել, դա համար Երևանից կարած դու ասենք Արաբկիր համայնքում էլ որ ավելի կենտրոնը էս պահին քննարկեց 535-ար որտեղ կա այնտեղ մոլեր, տարբեր ինչ որ այն դեպքում որ Օրբելին դուք պատկերացրեք, որ ինքը մենակ Օրբելին չէ, այսինքն Օրբելին ամբողջ եթե կանգնեն, նշանակում է Բաղրամյանն է կկանգնել, չեմ ասում, իսկ քաղաքային իշխանությունները հատկապես տրանսպորտի մասնագետների համար, չնայած քաղաքապետարանը ոտից գլուխ չկա նա տրանսպորտի մասնագետ, իրավաբաններն են զբաղվում տրանսպորտով։ Պետք է քաղաքը այդ կարևոր միսիան ունենա եւ ամենակարևոր խնդիրն է տրանսպորտի, որ հատկապես 5-ից 4-ից 5-ից սկսած հոսքերը արագացնել, որ շուտ դուրս գաս, այսինքն քաղաքից ահագին ազատվի, չէ՞, պատկերացրեք ժամանակին այդ Օրբելի թունելն էլ չկար։ Բայց հիմա այստեղ մենակ ոչ թե գնում ես Կիևյան կամ Աջափնյակի բնակիչներն են խնդրի մեջ են գնում, չէ՞, կամ Զովունի Եղվարդ գնացող։ Ամբողջ Արագածոտնից սկսած այդ մարտիկ էլ չեմ ասում կարող է Գյումրի գնացողը Բաղրամյան Օրբելի վրա ժամերով մնա։ Ինչա, ինչ որ մի քանի հոգի որոշել են հարստանան բարձր շենքեր անեն եւ քաղաքապետարանի որոշ մարդիկ տեղում չեն կամ փող շատ են սիրում։ Եվ պարոն Նացականյան, ամփոփելով զրույցը, խոսենք մի խնդրի մասին, որի մասին այսպես բազմիցս խոսվել է, բայց փաստացի որևէ արդյունք չունի Երևանում անձրևներից հետո հեղեղումներ են անընդհատ եւ կարծես սովորական է դարձել այդ ամենը։ Ինչու քաղաքային իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում, չունի ցանկություն, թե չգիտի ինչպես լուծել խնդիրները, որովհետև ավականու անդամներից մեկը նաև այստեղ մեր տաղավարում նշեց, որ օրինակ Season Saigo այդ գետնանցումը, որը մի քանի անգամ ջուր է լցվել, քաղաքապետարանը մի քանի անգամ ֆինանսավորել է նորից վերականգնելու համար եւ հնարավոր չէ այդ ֆինանսական գումարները տրամադրել օրինակ այդ ջրորները մաքրելու համար պարզապես։ Այստեղ ֆինանսների ծախսելու պետք է չի, օրինակ ձեր ասած Season Saigo-ի դեպքում դա տնտեսվարող
կարող արես, դա քաղաքապետարանը չարես, բայց հիմնական այդ խնդրեմը, որ մեր որոշ ակտիվիստներ անդադ բարձրացնում են, դա փակ շուկայի դիմացի մասին է խոսքը։ Էլ չեմ ասում անիմաստ քաղաքը միլիոնավոր ծախսեց, բացի այդ որ հայտարարությունը, այդտեղ մեծ ձևի համար ով որ զբաղվում է այդ քաղաքապետարանի բարեկարգման վարչության պետը, այդտեղ պրավալ տվեց, գնաց համալիրը պրավալ տվեց, այսինքն հասկանում եք ամբողջ մի հատ սովետական մեծ համակարգ զբաղվել է որ այդ Ծառնակաբերդի բարեկարգումով, ճարտարապետներ, քանդակագործներ, մրցույթներ, էսի մի օրում դրես քանդեց, ինչ որ ընկերոջ ցեխերը տարան, այդ քարերը թափեցին մեկի բակում, սկսեցին վաճառել, ասֆալտ արեց, քաշվեց գրախ, որևէ մեկին առանց բացատրելու սաղ ինֆրաստրուկտուրից հերն անիծեց, հետո այն օրը տեսա բանում իմ քայլը եսին որտեղ հիմնադրամում sense գրիչը ձեռը նստած մաներ ա գրում։ Այդ մարդը պիտի գնար դատվեր, հիմա ազգային ժողովում փորձագետ է։ Հասկանում եք։ Այս sense դա է պատասխանը դրա, որտեղ որևէ մեկը չեմ ասում մենակ ես 8 տարվա 7 տարվա մեջ։ Այս 30 տարվա մեջ Երևանում ոչ մի հատ ծառի այդպես խնդրի պատճառով նորմալ պաշտոնյա մասին է խոսքը։ Ոչ մի հատ ճարտարապետ պատասխանատվության չկանչվեց։ Այդ դա է հարցը։ Հիմա այն ժամանակ գոնե ծառը որ կտրում էր, հաստատ ասում քրեական գործեր հարուցվում։ Հիմա դաժե դրա համար չեն անում։ Էլ չեմ ասում պատասխանատուները։ Մեկը մի հատ ծառակտում դատվում է, մեկը հազարած ծառատատում բացարձակապես անգամ գործ չեն հարուցում, որտեղ էլ եմ ասում, հաստատ NVD-ը ինչ որ մեկը շենք է սարքում, ասում լավ քաղաքապետարանի հետ հարաբերությունները չփչացնեմ, այդ է խնդրեմը մեր։ Իսկ ինչ վերաբերվում է շին բարեկարգումը, ախր հիմա դա արդեն կարևոր բաժին։ Ինքը քաղաքապետարանի 10 բաժինների կարևորության մեջ ինձ ՉՔ բաժին կա ավելի ճարտարապետա քաղաքաշինականը, չէ՞ որ պետք է կարևոր լիներ, կոմունալ բաժինը, բայց խայտարակությունը, կոմունալ բաժնի վարչության պետին դա կալանավորեցին են օրը։ Հասարակական այս բանի, հասարակական Գյուրզադյանի վարչությունը ամենակարևոր վարչություններից էր։ Այդտեղում կալանավորեցին։ Այդտեղ են հեշտ չէ, այնքան լավ բաներ է, անկեղծ ասում եմ։ Այդտեղ են լիքը լավ բաներ է։ Հաստատ այդ մի քանի հազար դրամով չպետք է գնա այդ պատմության մեջ ընկներ։ Ինչի է խնդիրը, որտեվ համակարգն է սխալ աշխատում։ Որտեվ մեկը տենում է մախբեր սրանք երևի միլիոներով փող են առում դոլարով, քանի ես եմ մի բան անեմ, հա։ Ասենք Արաբկիրի թաղապետ Արամեկի տեղը չէր դա այդ պատմությունը չէ, որտեվ ինքը վատ բան չուզեց, ես յան երեխուս ճանաչում, ինգերոջս փոքր աղբերներ։ Ինքը լավ բան է ուզեցել, անի։ Ինքը ուզեցել է այդ Մերգելանի այգին տենց է ձևը, որպես բիզնեսի սոցիալական ենթադրում եմ, ես իրականում լավ տվյալներին ծանոթ չեմ, բայց հաստատ իր տեղը չէր հիմա որտեղ ինքն է։ Ինքը աշխուժ տղայր ուզում էր լավ բան աներ, բայց չէ՞ նստարանի աղբամանի զանգել այդ մի կառուցապատողին, այսինքն որտեվ համակարգն է սխալ աշխատում, որտեվ ամենավերը որ կանգնած իր вообще վեճը չի։ Ասենք կարան տարին տենց ամիսը մի քանի օքի փուրը տան, որ ամենամի շատ ելնեն, որ ավելի շատ ավարտական ակտեր, չգիտեմ, ասենք գազքի նախկին պետը կամ անես մարտիկ չեք պատկերացնի։ Մենք ավելի շատ դիսկուսիա ունենք կոմունալի, որտեղ ձեր հարցը կոմունալի է, բայց կոմունալի տղուն բռնեցին բանի համար, բայց ախր եկեք հասկանանք ով է կոմունալի վարչության պետը, ինչ մասնագիտություն, ինչ կրթություն ունի, նույն ով է տրանսպորտի այսօրվա վարչության պետը, ինչ հետագից ընդհանրապես նախկին աշխատանքներում թողի ամեն մեկի վրա 6 հատ քրեական գործ եղել բարձում է բայց այդ մարդկանց փոխանակ մոտի չթողեն այդ շենքին որտեղ ամենաշատ փողերը տեղա ֆռում քաղաքապետանում հակառակը մեկի տանը սաղ ժպեն այն օրը որին նայես իրականում ժպեն դա մեծ խնդրեմ է իսկ ես կոռուպցիոն սկանդալները դա ճոճում է հեղինակությունը ամբողջ Երևանի քաղաքապետարանի իսկ այդ կոմունալը ծառայությունը դա ողնաշարն է Երևանի քաղաքապետարանի բարեկարգումը չի դա պիտի տվեք թաղապետերին պարապսարապեն թաղապետերին տվեք թող զբաղվեն այս է հարցը իսկ ձեր ասածը մաքուր ինժեներ է որտեվ իսկ ինժեները շատ կարևոր է Երևան քաղաքը նայեք հիմա ունի գլխավոր ճարտարապետ Երևան քաղաքը իրականում հիմա ավելի շատ ունի կարիք Երևանի գլխավոր ինժեների որտեվ գիտությունը զարգանում է այս գիտությունը ինչ է ինքը գիտությունը գիտելիք է իսկ ինժեներն արդեն գործողություն է դու պետք է կարողանաս այդ գործողություններ իշա քո քաղաքի եւ համայնքի իրականացնես բայց Երևանում չկա ասենք վիոլան ինչ անում է Երևանը չի հասկանում լավ անում թե վատ ու վիոլայի հետ գազի հետ փոխանակ իրեն կաշխատեն նա նրան է մեղադրում նա նրան է մեղադրում հասկանում եք իրականում ես բոլորի հետ երեքի հետ այդ կոմունիկացիանի բոլորի հետ խնդիրներ ունեմ այսինքն բայց բոլորը լուծելի է որտեվ այնտեղ գոնը պրոֆեսիոնալներ են աշխատում պրոստը պետք է քաղաքապետանի համապատասխան չգիտեմ փող քաղաքապետից ով է սպասարկում վիոլայի հարաբերությունները կամ հեցի կամ հայրուս գազարտի չէ բայց այդ մարդիկ նույն շնորհիվ վիոլայի կամ հայրուս գազարտի գոնե այդ միջազգային փորձ են բերում վերապատրաստում իրանց աշխատողները մեկը գնում է Ֆրանսիա, չգիտեմ, մեկը գնում է Ռուսաստան, բայց այս քաղաքապետարան աշխատողները այդ բան չեն անում։ Դա համար էլ ամենաթողությունը այս հեղատարների շատ հասարակ հարցեր կա։ Նախ առաջին այդ իրանց տարական էլի թաղապետին որ ասես խա կոմոդ ջուր լցվում, ասում է եղբայր, որովհետև հավաքարարը իմը չի փողոցինը, քաղաքապետանինն, ասում է լավ։ Ջուրը իմը չի, այսինքն օրինակ հավաքարարը ավլում է ամեն անգամ այդ օրինակ բերում վիդեոներ կա հարյուրավոր երևի թե
ավլում է, պետք է ավելի, երկու հոգի ավլում են, սմոչիկը գալիս է, թեւը լցնում տանում։ Այդ օրը սմոչիկը մի օր գործի դուրս չեկավ, դա բավական է, որ այդ մի փողոցը 2 ամիս հետո անձրևների ժամանակ այդ տերևները չեն անում, լցնում են այդ հեղատալի լիվնյովկի մեջ, հասկացաք, իսկ եթե արդեն ցենց ճայ բտիղմա դառնում, էլ չես կարում հանես, պետք է արդեն վիոլան անի, քաղաքապետարանը, վիոլան է զանգում, ասես մախբեր, ես ունեմ մի հատ մեքենա կամ երկու հատ, չեմ կարող, 4 հատ ուրիշ հերցում, 1 րոպեն հանգարց, անձրև եկավ, վсё, ասում են Երևանի քաղաքապետարան լավ չի աշխատում։ Երևանի քաղաքապետարան լավ չի աշխատում, Երևանի քաղաքապետարան պրոֆեսիոնալներ, այսինքն այդ պատասխանատուները չեն աշխատում, որովհետև դու կյանքում չի եղել Երևանի քաղաքապետարանի որևէ կոմունալի հասարակ աշխատող, դու պատասխանատվության կամ չես, ասես ընկեր, այս մուտքի վերանորոգությունը ռեմոնտը խայտարակ վատնա, ասես ընկեր, այս տանիքը լավ չեն արել, բայց դու ես ստորագրել կամ այս ինչա կատարում։ Բայց իրենք իրար հետ ընդհանրապես կապ չունեն, այսինքն Երևանի քաղաքապետարանում կամ ընդհանրապես գործառույթների մեջ մեկը չգիտի մյուս ձեռը ինչ է անում։ Այսինքն մենք սարսափելի խնդիր ունենք, իսկ համար աղետ անկերձ Երևանի այդ ջրատարը իմ համար աղետ է, երիտասարդական պալատը քանդեցին։ Իմ համար աղետ է, որ Սևան հյուրանոցը քանդեցին։ Իմ համար աղետ է, որ ասենք կինոյի տունը քանդեցին, կորցրեցին, հա, ինչ որ մի ձև հիմա ինչ-որ տենց համարեք Չակերտավոր պատվալում կա այդ կինոյի տունը։ Իմ համար աղետ է, որ հիմա նույն ուզում են հայփոստի շենքը քանդեն նույն։ Իմ համար աղետ է, որ ուզում են, չգիտեմ, այս կասկադի դեպքը կամ այս ծառը։ Սրանք ինձ համար ավելի մեծ աղետներ են եւ ընդհանրապես սրտացավ երևանցիների եւ քաղաքային պլանավորումով ուրբանիստիկային մի քիչ մոտ մարդիկ, որտեղ մենք հասկանում ենք, որ մենք սա արդեն Երևանին զրկում ենք ապագայից։ Երևանը միշտ կմնա, Անուշ ջան, միշտ։ Բայց թե ինչ քաղաք որպես կմնա, որպես մշակութային առումով, բացարձակապես բան չի կատարում Երևան մշակութային առումով։ Սոցիալական հետագայի ապագայի համար կամ ասենք մարդաբանական առումով, որ մարդկանց հաճելի լինի։ Բայց մենք չունենք, այսինքն մենք նոր որևէ, ասենք, կյանքի որակը բարձրացնող Երևանում կառույց, եկեք վերցնենք վերջին այս 7 տարին, հա, բացարձակապես չկա։ Կարակ ասեք մի հատ բասեին, որ երեխաները կարան գնան։ Կարակ ասեք ֆուտբոլից են սաղորը խոսում, թողես այդ ֆեդերացիան 7 կիլոմետր է լեզուն։ Որևէ բան, մի հատ հստակ բակային ֆուտբոլի համար որևէ բան չեն արել, այդքան քաղաքապետ է եղել։ Ես այդ Ամիրյանի ստոլբի օրինակը միշտ բերելու եմ։ Եկեք վերցնենք ջրային ավազանները։ Մի կողմից ծառը կտրում ես, հանքերը շատանում են, շինարարությունը կառուցապատումը շատանում է, որևէ ջրային ավազան չկա։ Երևանը 10-ից ավել ջրային ավազան է կորցրել։ Եկեք վերցնենք, ասենք, Տաշիրի դիմացը, գումը մեր առաջվա բասեյներ, Դվին հյուրանոցի դիմացը, Ուպրավլենի լիճը, Ռայկոմի լիճը, սարսափելի շատ Երևանը պլանում կար 100 հատ լիճ ունենար։ Եվ ես հույս ունեմ, որ կունենա Երևանը այդ քաղաքապետորը այդ 100 լիճը կունենա, չէ՞, այդ ավազաններով, էլ չեմ ասում ավազանը մի կողմից քաղաքի հովության զովության համար։ Եվ այդ բասեյները մի կողմից բակային բասեյները պայելու համար։ Երևանում բակում, ասենք, բասեյնը հիմա Երևանում դարձել է թանկ բան, մարդիկ չեն կարող իրանց երեխեքին տանեն բասեյն։ Ձորի վիճակը, չգիտեմ, սարսափելի անկազմակերպված է հիմա այդ ամբողջը։ Իսկ սա էլ եմ ասում ամբողջը փոխկապակցված։ Հուսով եմ մենք կունենանք, կտեսնենք մի օր, որ բարեկարգված Երևան իրական է, ոչ թե տենց տիտրերում գրում են կամ ինչ որ պատերի վրա կամ կիսատ պրատ են անում, հա, այլ ամբողջությամբ պետք է լինի բարեկարգ քաղաքը եւ կյանքի որակը պիտի լավ լինի Երևանում, որ մարդիկ ուզենան ոչ թե միայն ապրեն, այլև ստեղծագործեն, մնան եւ նաեւ գան ուրիշ տեղերից գան ապրեն Երևանում։ Իսկ դրա շանսը մենք ունենք, հավատացած եղեք։ Շնորհակալ եմ, պարոն Մնացականյան։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր Երևանի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Կհանդիպենք։